Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք նոր ժամանակներ կուսակցության նախագահ պարոն Արամ Կարապետյանի հետ։ Ողջույն եմ պարոն Կարապետյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ տրամադրել եք ձեր ժամանակը մեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Դե բոլորս արդեն գիտենք, ընտրությունների հաշված օրեր են մնացել, հիշում ենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, նրանց առաջ Վենսը աջակցություն էին հայտնել Փաշինյանին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը եւ ամբողջ Կրեմլը իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում պրոռուսական ուժերին, ինչպես Պուտինը ասաց, Ռուսաստանը պահանջում է, որպեսզի Հայաստանը հնարավորինս արագ շուտ անցկացնի հանրաքվե ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով, որպեսզի որոշի իր հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ եւ ընդհանրապես հապկից եւ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցն են բարձրացնում Փաշինյանը այսօր անգամ այդ մասին խոսք ուղեց, պատասխան խոսք ուղեց Ռուսաստանին, ասում է Հայաստանը չի վիճի Ռուսաստանի հետ ԵԱՏՄ շուրջ, բայց միավորումը պետք է ցույց տա, որ նոր դրական հնարավորություններ հանրապետության համար, այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանը շտապում է Հայաստանին հապկից եւ ԵԱՏՄ-ից դուրս բերել, չունենալով երևի ինչ-որ մեխանիզմներ, ես այդ հարցը ուղղելու եմ ձեզ, ինչ է փորձում անել Ռուսաստանը, ինչի է Ռուսաստանը ընտրությունների նախորյակին, քանի որ դեռ անցյալ տարվա մարտին էր ընդունվել օրենքը այդ Եվրամիության հետ կապված, այդ Եվրամիության հարցը այդքան սուր այսօր դրել, գուցե դա ինչ որ ուշադրություն շեղելու շղարշ է, հիմքում ինչ որ այլ խնդիր կա, որը մենք չենք հասկանում, որովհետև մեզ ահաբեկում են բոլոր ոչ թե հենց Ռուսաստանից եկող վերնախավի կողմից, այլ վերլուծաբանների եւ տարբեր պրոպագանդիստների կողմից, որ յետընտրական զարգացումները Հայաստանում շատ թեժ են լինելու եւ վտանգավոր։ Ինչ է անում Ռուսաստանը, ինչպիսին է վիճակը ընտրություններից 2-3 օր առաջ։ Ինչ է անում Ռուսաստանը, ես կարծում եմ քաղաքական առումով հասկանալի է ինչ է անում, ասեմ, որ նոր չի սկսվել, հիմա իհարկե դուք ճիշտ եք, ավելի խտացված է ամեն ինչ, եթե հիշում եք ամեն ինչ սկսվեց ապրիլի 1-ի հանդիպանը, երբ որ Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի բերանով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այդ հարցերը շատ կոնկրետ եւ հստակ բացատրեց։ Մի կողմից կարծում եմ բոլորիս համար հասկանալի է, որ ընտրությունների նախօրյակին այս ամենը արվում է, նաև ինչ որ առումով ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու համար։ Եվ եթե նկատում եք, դուք շատ ճիշտ նկատեցիք երկու կողմն էլ, այսինքն ամերիկացիներն էլ ասում են, որ քանի որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի, ԵԱՏՄ-ի անդամ է, ՀԱՊԿ-ի անդամ է, բացի որ նաև գործողությունների շարք է սկսվել։ Ես նախորդ հանդիպման ժամանակ մեր, որ դեռ այսպիսի թեժ չէր իրավիճակը, եթե հիշում եք, ասեցի, որ գնալով թեժանալու եւ Ռուսաստանը փորձում է ամբողջ թափով հետ գալ եւ չի պատրաստում այստեղից հետ վերադառնալ եւ ես դա կապեցի Իրանի թնջուկի հետ նաեւ։ Եթե նկատեցիք, Իրանի թնջուկը դեռ լուծում չունի եւ ամենայն հավանականությամբ կարծում եմ նաև այս բոլոր գործողությունները նայելով կարելի է ենթադրել ամերիկացիների հետաքրքրությունը նաև Վենսի այցից հետո Ռուբիոյի մի քանի ժամվա այցը եւ այլն ցույց տալու համար որ տղիպը մահացած չէ, ամեն ինչ գնում է առաջ, կարծում եմ հստակ է արդեն, որ Իրանի թնջուկը երկար ժամանակ է պահանջելու։ Բոլոր կողմերը այդ հարցի հետ կապված նաև ճշտում են իրենց դիրքորոշումները։ Ամերիկացիները ասում են մենք այստեղից չենք պատրաստվում հեռանալ, առավել եւս 8.5 միլիարդի 3 ստորագրեցին դոլարի պայմանագիր Ադրբեջանի հետ եւ ասում են, որ մենք պատասխանում ենք թրիպը իրագործել, մնալ եւ այլն։ Ռուսաստանն էլ հասկանալով, որ ամբողջ գործընթացը 2018-ից նպատակաուղղված է եղել գեոքաղաքական առումով այստեղից Ռուսաստանին դուրս բերելուն, հիմա կատաղի են սկսում դրա համար։
ինչպիսի զարգացումներ տեխնիկապես կլինեն։ Կարծում եմ, որ Ռուսաստանը հիմա հստակ հասկացնում է նաև, որ բացի ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից կան արդեն հայ-ռուսական փոխհարաբերությունների խնդիրներ։ Այսօրվա արտաքին հետախուզության այդ տեքստը եւ այլն ցույց է տալիս մի բան։ Եկեղեցուներ վերաբերում։ Այո, վերաբերվում է ռուս ուղղափառ եկեղեցուն, որ այստեղից ուղղակի ուզում են նրան դուրս շպրտել ըստ իրենց։ Այսինքն կամած հացերը նաև գալիս են արդեն հայ-ռուսական փոխհարաբերությունների դաշտ։ Կարծում եմ իմ կարծիքով դա ստեղծելու է նախադրյալներ, որոշակի նախադրյալներ, թե ընտրությունների արդյունքների հետ կապված, թե հետագա հարաբերությունների սառեցման հետ կապված։ Սառեցման թե հակառակը, թեժացման բացական իմաստով։ Վերջո յուրաքանչյուր թեժացում ինչ-որ բանով պիտի վերջանա։ Ես նկատի ունեմ վերջնական որպես արդյունք, եթե ընտրությունները անցնում են եւ հաղթում է իշխող ուժը, պարզ է, որ փոխհարաբերությունների հարցում կանգնում է գլխավոր խնդիրը։ Դուք ում եք եւ շարունակելու եք արդեն իմ կարծիքով ըստ ռուսական վերնախավի շարունակելու եք ձեր հակառուսական գործընթացը։ Տեսեք, դուք հակառուսական գործընթաց եք անվանում Հայաստանի գործողությունները։ Դա Ռուսաստանի ձևակերպումն է։ Այո, ես ասացի իրենց վերնախավի։ Դա Ռուսաստանի ձևակերպումն է։ Եկեք մի հատ փորձենք այդ ձևակերպումը, քանի որ ձևակերպումները եւս մանիպուլատիվ են լինում, ճիշտ է։ Գործողություններ կան, որոնք գնահատական են ստանում։ Գնահատականում կարող ես օգտագործել հակառուսականություն, գնահատականում կարող ես օգտագործել դու քո շահերն ես հետապնդում, ինչ ասես։ Հիմա եկեք տեսնենք, ձեր գնահատմամբ իսկապես համաձայն եկա ձևակերպման հետ Հայաստանը վարում է հակառուսական, հակառուսաստանյան քաղաքականություն։ Ուրեմն ես մի քիչ եթե կարելի է մի փոքր կողմ գնամ, գիտեք, ամենաշատը հիմա այստեղ հետաքրքրվում են եւ խոսում են հակառուսական, հակաամերիկյան, ինձ հետաքրքրում է այդ ամենի մեջ։ Ես կվերադառնամ ձեր հարցին եւ ուղիղ կպատասխանեմ։ Այդ ամենի մեջ Հայաստանի շահը որն է, մեկ, եւ ինչ վիճակում է հայտնվելու Հայաստանը, եթե ինչ անվանում էլ դնենք դրա տակ, ինչ մանիպուլատիվ եք ուզում, ոչ ուզում եք, մեր շահերը պաշտպանելու, հակառուսականության, ինչ անուն էլ դրան դնենք, եթե Ռուսաստանը իսկապես դուրս է բերվում կամ դուրս է գալիս Հայաստանից, ինչ է լինելու։ Ինձ հետաքրքրում է իմ երկիրը, ճիշտ ասեմ, եւ ինչ իրավիճակի մեջ ենք մենք հայտնվելու, որովհետեւ այդ ամենի շուրջ, այդ խոսակցությունները, որը կան, այստեղ ես ձեր հետ մի գուցե համաձայնվեմ, մի քիչ ավելի շատ շղալ շեն, որպեսզի մենք մի պահ կանգ չառնենք եւ ռեալության մեջ, առանց էմոցիաների հասկանանք ինչ է կատարվելու Հայաստանի հետ։ Հիմա ասեմ, ձեր հարցի ուղիղ պատասխանը ինչու են ռուսական, ինչու է ռուսական վերնախավը, դա համարում հակառուսական կայլ, որովհետև իր աչքի առաջ ունի հայ-վրացական հարաբերությունների տիպիկ օրինակ, որը համարյա թե ամբողջությամբ Սաակաշվիլի օրոք հիմա կատարվում է Հայաստանում։ Հիշում եք ինչով ավարտվեց ռուսական երկու ռազմաբազաների դուրսբերումով, գազի, գիտեք, հունվարին, այն ամենասարդնամանակի ժամանակ գազի խողովակները պայթեցին Օսեթիայում եւ Վրաստանը ստիպված եղավ շատ այսպես ակտիվ քաղաքականություն որդեգրելով ումից ստանալ այդ ամենը Ադրբեջանից։ Հիմա եթե այս ամենի արդյունքում մենք հայտնվելու ենք ավելի մեծ կախվածությամբ Ադրբեջանից եւ Թուրքիայից, իսկ 100% ձեզ վստահեցնում եմ այդպես էլ լինելու է, որովհետեւ այլ տերություններ, որոնք Անդրկովկասում հիմա կարող են էական դեր խաղալ օպերատիվ կառավարման Անդրկովկասի նույնիսկ գեոքաղաքական կառավարման, Իրանը զբաղված է, գիտեք, վիճակը բավականաչափ բարդ է, Վրաստանը այդպիսի խաղացող չէ, Ռուսաստանը դուրս եկավ
Ինչ անունել ուզում ենք դնենք, մանիպուլատիվ է, ոչ մանիպուլատիվ, դուրս բերվեց։ Ինչ վիճակի մեջ է հայտում Հայաստանը։ Պարոն Կարապետյան, դուք նորից պատասխանում եք ինչ վիճակ կլինի, եթե Ռուսաստանի դուրս գալուց հետո։ Ես խնդրում եմ, սա առանձին հարց է, այո, բայց դուք այդ հարցին եք պատասխանում կրկին։ Հետ գանք։ Ռուսաստանը համարում է Հայաստանի քայլը, նա չի համարում, որ դու քո շահն ես հետապնդում, նա չի ասում Հայաստանը վարելով, նա ընդամենը ասում է Հայաստանի վարած քաղաքականությունը հակառուսական է։ Մենք հիմա փորձում ենք ձեր գնահատականը։ Կարող եք ասեք, այո, հակառուսական, դուք այնինչ ասում եք, հակահայկական է ստացվում։ Հակառուսական է արդյոք Հայաստանի վարած քաղաքականությունը։ Հայաստանի վարած քաղաքականությունը հակառուսական չէ, դա համարել ես ձեր հարցը շատ լավ հասկանալով չեմ տալիս դրական պատասխան, որտեղ լույս եւ հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը իսկապես շատ խորն է եւ հակառուսականություն Հայաստանում չկա, հակառուսականություն, բայց կա ռուսաստանյան պետությունը ունի որոշակի իր պատկերացումները, թե երկրի ներսում, թե երկրից դուրս, տարածաշրջանում եւ այլն։ Դա իր գործն է, ինքը պետությունը, իր շահերը պետք է իր շահերը։ Եվ բացի դրանից, ինչու է այդ հարցը ծագել։ Ինչու այդ հարցը ասենք չի ծագում, ենթադրենք ռուս-լիտվական հիմա հարաբերություններում, որտեղ Հայաստանում կանգնած է իրենց միակ ռազմաբազան, կանգնած են իրենց սահմանապահները երկու սահմանների, հայ-իրանական մի քիչ հայ թուրքականի մի քիչ շատ եւ բարձ է, որ ինքը այդ ամենը նաեւ իր շահերից բխելով անում է, որպեսզի ինչ որ առումով նաեւ պահպանի իր հարավի սահմանները։ Հիմա ինչու է Հայաստանին մեղավոր հանում։ Ուզում ենք հասկանանք ինչու է Հայաստանը մեղավոր հանում, որ իր շահերը նա ուզում է առաջ տանել։ Որովհետեւ ասեմ, պատասխանում եմ խոսակցական մակարդակով, որովհետեւ Հայաստանը մինչ այժմ ռեալ արգումենտված պատասխան իր քայլերի չի տալի ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև սեփական ժողովրդին։ Ինչ հարց։ Օրինակ, ԵԱՏՄ-ի անդամ ենք, ասում են, որ երկուսը իրարից արդեն առանց հակառուսականություն, հակահայկականություն, մի կողմ են դնում, ռեալություն, արգումենտ։ Մարդիկ ասում են, որ երկու համակարգերը իրար հետ համատեղել անհնար է։ Բայց մենք ԵՄ-ում չենք։ Մեկ վայրկյան։ Հիմա կանք մի քիչ առաջ։ Հայաստանի իշխանությունը դրա հետ համաձայնվում է։ Ասում են իհարկե ճիշտ եք ասում, երկուսը իրար հետ համատեղելի չեն։ Մյուս կողմից, մարդիկ ասում են, եթե այդպես է, եւ դուք ունեք արդեն ընդունած օրենք, մի տարի առաջ ընդունած օրենք, որը արդեն դրել եք իրագործման։ Եվրոմիության ներկայացուցիչները հավաքվում են այստեղ, չեմ ուզում Զելենսկիու մասը, թյուրիմացություն էր իմ կարծիքով, լավ, սրել պետք չի։ Այսինքն, դուք ռեալ սկսում եք քայլեր անել։ Եթե դա էլ քանի անգամ ասեցին, եկեք ճշմարիտ լինենք, ասեցին, եթե դա է հայ ժողովրդի որոշումը, եւ դա լավ է, քանի անգամ Պուտինը ասեց, այն ամեն ինչ լավ է հայերի համար, լավ է նաև մեր համար։ Եթե դուք որոշել եք գնալ, չէ, ասես մենք կընդունենք ձեր որոշումը, ոչ թե լավ է։ Ոչ, լավ է նաև մեզ համար։ Այո, ասեց այն ամենը ապրիլի 1-ին է, ասել կարող եք բացել նայեք եւ վերջերս Աստանայում նույն բանը կրկնեց։ Այն ամենը ինչ լավ է հայերի համար, լավ է նաև մեր համար։ Որոշեք, ուզում եք ընդել գնալ, գնացեք։ Ուզում եք մնալ, մնացեք։ Հիմա ձեզ ասում եմ, Հայաստանի կառավարությունը չունենալով արգումենտված պատասխան, չունի ուղղակի։ Կրկնում է նույն բանը։ Ինչ է ասում։ Երբ կգա պահը, մենք կտեսնենք, որ էլ համատեղելի չի, այդ պահին որոշում կկայացնենք։ Ճիշտ է, այդպես է, չէ՞ ասում։ Հիմա, եթե այդպես է ասում, գիտեք, քաղաքականության մեջ ընդհանրապես, դասական քաղաքականության մեջ է որ կասեք, կլասիկ։ Միշտ գոյություն ունի երկու կամ ավելի կողմ։ Հայաստանի իշխանությունները իմ կարծիքով իրենց համար դարձրել են սովորույթ, որ իրենք մի կողմ են միայն, այլ մենք ցենց ենք ասում։
բայց դա փոխհարաբերություն է երկկողմանի։ Հիմա դու ասում ես, ես երբ որ պատրաստ կլինեմ որոշումը կայացնեմ, կկայացնեմ։ Երկրորդ կողմը քո հետ համաձայն չի։ Ասում է չէ, տենց չի։ Դու որոշումը պիտի կայացնես ավելի վաղ։ Որտեղ կամ պրոցեդուրան նույնիսկ չեմ էլ ուզում այդ ամեն ինչի իրավական հարցեր մեջ մտնելու եւ այլն, դա չի հարցը։ Քաղաքական առումով միգուցե նաեւ համաձայնվեմ ձեր հաջորդ հարցին, եթե կտակ, դա ինչ որ կարողով նաեւ ճնշում է, իհարկե ճնշում է։ Չէ, ուզում հարցնեմ ինչու է հիմա, թող ընտրությունները լինեն, նոր վարչապետը լինի կամ տեսնենք ով է այդ վարչապետը, գուցե նույն վարչապետն է կամ այլ վարչապետ է, նոր Ռուսաստանը սկսի այդ խոսակցությունները։ Ինչու է գնացող, այսպես նոմինալ, չէ, ֆորմալ գնացող է վարչապետը, որտեղ ընտրություններ են եւ դա չգիտի 100%-ով, որ ինքն է վերընտրվելու։ Ինչի ֆորմալ գնացող վարչապետի ներկայությամբ արկայությամբ, այսպես ասած, այդ խոսակցությունները, այդ ճնշումն է գործադրվում, սանկցիաներ են մտցվում Հայաստանի վրա եւ սպառնալիքներ են հեղում Հայաստանի վրա։ Ինչու այս պահին, ինձ պահն էր միայն, ճիշտ ասած պահն է հետաքրքիր, որտեւ այո ճնշում է, որովհետեւ այո ճնշում է։ Ինչու է Տրամպը հիմա ասում։ Որովհետեւ ընտրություններ են։ Ահա, սա ճնշման գործիք է։ Նաեւ Ես հենց սկզբում ձերացի, եթե հիմա հետ տանք, կտեսնեք է ձերացին հենց մի անգամից պատասխանեց։ Շատ բարի, այսինքն ճնշման Նաև ճնշման միջոց է։ Իհարկե։ Պարոն Կարապետյան, կա այսպիսի տարբերակ, մարդիկ դե քննարկում են ինչու է Ռուսաստանը անում, այս հարցը որ ես ձեզ եմ ուղղում, դա քննարկվում է հասարակության կողմից, սա իմ հարցը չէ հենց իմ։ Ինչու է հիմա անում եւ գալիս են այսպիսի գաղափարի են գալիս, որ սրանով Ռուսաստանը ատարբերակ աջակցում է Փաշինյանին, որովհետեւ զայրացնում է հայ հասարակությունը այսպես process-ն բան են անում, ասում բողոքական է այո, բողոքական ընտրություն է կատարելու, որ ամեն կերպ Ռուսաստանի ընդ որում նախանշած Պուտինը նախանշեց, որ սա Ռուսաստանամետ, ռուսամետ ուրեմն քաղաքական միավորներ են, հակառուսական միավորներին, որպեսի ասեն ոչ, գնում են Փաշինյանին, այսինքն Ռուսաստանը դրդում է հայ ընտրողին ընտրել Փաշինյանին, որպեսզի ատարբերակ Փաշինյանը իրեն ձեռնտու տարբերակ է, B տարբերակ, որպեսզի իրագործի այն, ինչի մասին խոսեց Քոչարյանը, որ ասեց մեր հաղթանակը, կարծես թե նա 100% գիտի, որ հաղթանակը իրենն է։ Մեր հաղթանակը, եթե մեր ձեռքից խլեն, կլինի հեղափոխություն։ Էլի հող նախապատրաստի, որպեսզի ետ ընտրական ցնցումներ լինեն։ Ատարբերակ Փաշինյանը Պուտինի կամ Ռուսաստանի տեխնացուն է, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ժողովուրդը գնա ընտրի Փաշինյանին, որպեսզի կամ Փաշինյանը իրենցն է, կամ հետընտրական զարգացումները թեժ լինեն։ Դուք հիմա հարցեր եք տալիս, որի պատասխանը ես ուղղակի չունեմ։ Ինչ եք կարծում, որովհետև դա քննարկվում է, ձեր կարծիքը, որպես այդ քննարկման մասնակից։ Ես կարծիք չունեմ, որովհետև դուք բան եք հարցնում, որը մարդը պիտի ունենա տեխնիկական օպերատիվ ինֆորմացիա։ Ոչ միայն օպերատիվ, տեխնիկական իշխանության մաս լինելով եւ այլն, որպեսզի կարողանա որ այդպիսի հարցերին ուղիղ պատասխան տալ։ Անալիզի մակարդակով ես կարող եմ ասել, որ գիտեք, ամենահետաքրքիր հարցն է, որ Ռուսաստանը ոչ ուժային ձևով միջամտության որևէ պատմական փորձ այլ երկրներում համարյա թե չունի։ Եթե նայում ենք Վրաստանը, Վրաստանում Իվանիշվիլին, որը բավականին փոխկապակցված է Ռուսաստանի հետ, կարողացավ իրեն հաջողվել, չէ, հաղթել Սաակաշվիլին, եւ դա մեծ ճանապարհ անցավ, եթե հիշում եք նորից կգնեմ, տարբեր եղան տարբեր գործողություններ եւ այլն, վերջում էլ 2008-ին ընդհանրապես կորցրեց Վրաստանը, Օսեթիան եւ Աբխազիան, էլի ուժային էր։ Դա ես մի քիչ դժվար եմ հասկանում, թե 90 միլիոնանոց, շուկան 90 միլիոն դոլարի պտուղ բանջարեղենի շուկա կորցնելը, ինչով պիտի այդ կանոկնի Նիկոլ Փաշինյանին ընտրվելու։ Որովհետեւ
դիվերսիֆիկացիան դեռ իմ կարծիքով երկար կտևի, որտեղ նախապատասխանական աշխատանքեր, հիմա դուք ինձ հարցնում եք, թե ինչու են նրանք հակառուսական չէ, ես դա եմ ասում, բա մենք ինչ ենք արել, այսինքն պատասխանել ենք այդ այսպես կոչված հակառուսական քայլերի կողմից արվող ճնշումներին, թե չենք պատասխանել։ Հիմա եթե հետ գանք ձերացին ուղիղ, ես չգիտեմ, բայց անալիզի մակարդակով հասկանում եմ, որ ընդհակառակը ամեն ինչ արվում է նրա համար, եթե քաղաքական առումով նայենք այս ամեն ինչին, ամեն ինչ արվում է նրա համար, որպեսզի իշխանությունը չկարողանա ընտրություններում հաղթել։ Եվ դրա մասին է խոսում ուղիղ, դրանից ավել ուղիղ, ինչ ասեն, միայն դա կարող են, չէ՞, մենք ձեզ հետևել, բաց ինչ է տպագրում։ Աղբյուրներից հետեք Ռուբիոն ուղղակիորեն բաց սենատում, բաց այդ ասեց ռուսները այնքան էլ մեղմ ասած, այնքան էլ ասեց բան չեն, ուրախ չեն մեր փոխհարաբերություններով Հայաստանի հետ եւ ամեն ինչ ուզում են անել, որպեսզի ներկա ղեկավարը չվերընտրվի։ Դա բաց այդ է ասվել, բաց է ասվել։ Այսինքն գիտեք, ձեր ասացի մեջ իհարկե եւ դուք ճիշտ եք ասում, մարդիկ խոսում են։ Իհարկե տրամաբանությունը այդտեղ էլ կա, ամեն ինչ հնարավոր է ժամանակակից քաղաքական գործընթացների մեջ։ Բայց եթե հաշվի առնենք այն ամենը, ինչ բաց աղբյուրներում կա, չընկնենք, հա, մի քիչ այդ այսպես կոնսպիրոլոգիայի մեջ, ապա ընդհակառակը բաց առումով երևում է, ես նորից կրկնում եմ, որ ես համարում եմ, որ Ռուսաստանի արված քայլերը տրամաբանված են իրենց կողմից իրենց շահերը պաշտպանելու համար, մեր կողմից որևէ լուրջ արգումենտված տրամաբանական պատասխան չի ասվում, եւ պատասխանում եմ ձերացին ուղիղ, ինչու հիմա, որովհետեւ ընտրություններ են։ Դրա համար էլ Տրամպն է խոսում, Մակրոնն է գալիս, երկու քաղաքում ամբողջության ման է գալիս ավելի շատ, քան Փարիզով է ման գալիս։ Իհարկե հասկանալի։ Բարի, դուք ընտրությունների չեք մասնակցում որպես քաղաքական ուժ։ Այո։ ԿՀ-ով չեք անցել, հայտ չեք ներկայացրել, բայց ենթադրում եմ, որ քանի որ քաղաքականության մեջ եք, գործող քաղաքական ուժ եք, իդեպ երկար ժամանակ չէիք գործում, թե դուք այ Հայաստանում չէիք կամ ակտիվ չէիք։ Նախ ինչու վերադարձաք քաղաքականություն, ինչու հիմա, մինչև ընտրությունները, եւ այն հարցը, որը մինչ հաղորդումը, այսպես հպանցիկ մենք քննարկեցինք։ Արդյոք սատարում եք որևիցե քաղաքական ուժի։ Դուք չմասնակցելով, չլինելով ուղիղ մասնակից ընտրությունների։ Ուրեմն ինչու հիմա եկաք ակտիվացաք նորից քաղաքականության մեջ, որը ես շատ ողջունում եմ, առաջին մեր հանդիպման ժամանակ ես շատ ողջունեցի, եւ սատարում եք արդյոք որևիցե մեկի։ Պատասխանեմ վերջից, որովհետեւ դա ինձ թվում է ավելի հիմա, հա, ավելի կարևոր է իմ տեսակետից։ Ես հստակ իմ դիրքորոշումը արտահայտել եմ։ Ես համարում եմ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքապայմանագրի, քաղաքացիական պայմանագրի վարած քաղաքական կուրսը սխալ է։ Այն տանում է բավականաչափ մեզ վատկացության եւ տանելու է։ Եթե ուզեք դրա մասին կարող ենք խոսել, ինչու եմ այդպես մտածում, եւ ես կոչ եմ արել արդեն եւ ձեր հաղորդման ժամանակ նույնպես կրկնում եմ, Ես կոչ եմ անում անպայման գնալ ընտրությունների, որովհետև այս ընտրությունները տարբերվում են մնացած բոլորից։ Մինչև այսօր անկախ Հայաստանի բոլոր ընտրությունների տարբերվում են եւ արդյունքներն են մեզ բերելու շատ կարեւոր հանգրվան է այս կամ այն կողմ։ Գնալ անպայման ընտրության եւ առաջի կոչս չընտրել քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը։ Եվ երկրորդ մասով ես քանի որ ինքս հենց սկզբից եղել եմ ընդդիմադիր, մինչև հիմա էլ մնում եմ ընդդիմադիր ուժերը այնտեղ տարբեր են։ Ես երբևէ չեմ եղել Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված կողմնակից կամ ինչ որ առումով դաշնակից կամ իր ուժին աջակից։ Դրա համար իրենից բացի այնտեղ այնքան քաղաքական ուժեր կան առաջնային, հա, որոնք ունեն ըստ հարցումների անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն, թող մարդիկ իրենք
Այնտեղ կա ուժեղ Հայաստան, այնտեղ կա Բարգավաճ Հայաստան, այնտեղ կա միասնության թևեր, այնտեղ կա նոր ուժ եւ այլն, այսինքն ուժեր, որոնք ներկայացված են։ Ում կընտրեն, ես այդպիսի ուղիղ հաղ կոչ չեմ անելու։ Իմ կոչը մեկն է։ Սխալ քաղաքական կուրսի, եւ սա կապ չունի։ Մենք Նիկոլ Փաշինյանի հետ ընկերներ ենք եղել, թե հիմա վատ ենք, լավ ենք եւ այլն, այդպիսի բան չկա քաղաքականության մեջ, կա քաղաքական կուրս։ Եվ Այդ կուրսը սխալ է։ Եվ մեզ բերելու է ակցիանի մեջ էլ ավելի։ Թուրք ադրբեջանական ակցիանի մեջ մեզ ավելի է խեղդելու այդ կուրսը։ Դա համար ես կոչ եմ անում։ Որն է այդ կուրսը։ Կարող եք ձևակերպել, որպեսզի մարդիկ հասկանան, ինչ որ կուրսն եք համարում սխալ։ Միանշանակ կարող եմ ասել։ Համեցեք։ Երկու շատ կարևոր հանգամանք կա, հա, քաղաքական եւ գեոքաղաքական առումով։ Առաջինը, թե ստրատեգիական առումով ովքեր են քո բարեկամները եւ ովքեր են քո հակառակորդները։ Չեմ ուզում ավելի Թշնամի բառը օգտագործել։ Որովհետեւ 21-րդ դարում ինչ որ առումով նմանատիպ հա խնդիրների լուծման համար ավելի լավ է կիրառել հակառակորդ։ Հայաստանի ոչ ազգային անվտանգության ռազմավարության, ոչ հնչող ելույթներում, ոչ որևէ ձևով կատարվող անալիզներում չի ներկայացվում, թե մեր ստրատեգիական հակառակորդները ովքեր են։ Որովհետև ես չեմ ասում անպայման հետո պատերազմել կամ այդպիսի բան չկա։ Բայց եթե դու չես կողմնորոշել, թե ով են քո ստրատեգիական հակառակորդները եւ ովքեր են քո ստրատեգիական բարեկամները, հստակ, մինչև վերջ, ապա դու չես կարող նաեւ օպերատիվ ռեալ քաղաքականություն մշակել։ Պիտի իմանաս, չէ, այսինքն որտեղից ինչ սպասելիք կա։ 1. Երկրորդը, եթե Ռուսաստանը դուրս է գալիս, դուրս է բերվում իր ամբողջ ատրիբուտներով, ռազմական բազայով, գազի նոր գներով եւ այլն։ Գազի նոր գներով։ Իհարկե հասկանալի է, որ Դուրս է բերվում գազի նոր գներով ասացիք։ Այսինքն եթե դուրս է բերվում տարածաշրջանից մեր Հայաստանի եւ Գազպրոմը շարունակում է մնալ Ռուսաստանին։ Եթե Այսինքն դուրս չի բերվում։ Չէ, մեկ վայրկյան։ Ես արդեն լսում եմ կոչեր, որ Գազպրոմը եւս պետք է ազգայնացվի։ Իսկ նրան է պատկանում ոչ միայն կամպանիան, հա, այլ նրան է պատկանում նաեւ, գիտեք, Հայաստանի ներսում գազատարները։ Այսինքն գազին նոր գնով գիտե նկատի ունեմ, որ եթե չի լինում ոչ մի բախումային խնդիր, հա, Ուկրաինայի օրինակը շատ են հիմա բերում, ես չեմ կարծում, որ դրանք հասնի, համոզված եմ, որ դրանք չի հասնի, բայց կլինեն, եթե շարունակվի, հասկանալի է, չէ՞, որ գազի հետ կապված են խնդիրներ ծագելու։ Եթե Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս են դնելու, ուրեմն գազի գինն էլ է վերանայվելու։ Ումից ենք մենք այդ գազն առնելու, ավելի շատ, որ ասում են, սուտ են ասում, մանիպուլացնում են։ Միակ երկիր է, որ կարող է մեզ ինչ որ առումով, որտեղ 1/4-ն է տալի հիմա, Իրանն է, որտեղ գազը ավելի թանկ է, ինքը խնդիրներ ունի իր հյուսիսային շրջաններում գազաֆիկացման եւ այլն, բացի դրանից նոր գազատարի խնդիր կա, չէ՞։ Մենք հիմա 2.7 միլիարդ դոլարի 2.7 միլիարդ խորանարդ մետր առնում ենք, որից Իրանը տարեկան 450 միլիոն է տալիս։ Երկու անգամ թանկ է այդ գազը, եթե հաշվենք խորանարդ մետր կիլովատ ժամով է, չէ՞, տալիս է տեղը էլեկտրականություն է վերցնում։ Ումից ենք վերցնելու։ Ադրբեջանից։ Ինչպես Վրաստանը։ Ինչպես Վրաստանը։ Ադրբեջանն էլ է ցավոք սրտի ինչ որ առումով, հա, եթե տնտեսական զուտ բան եմ ասում ցավոք սրտի, այդպիսի մեծ ծավալներ ազատ չունի։ Եվ հետո ինքը գազը վաճառում է 560 դոլարով հիմա Եվրոպա։ Մեզ ինչի պիտի էժան տա։ Այսինքն մեր սիրուն աշկերի համար թե դա լինելու է քաղաքական թելադրանքներ։ Ես դրան նկատի ունեմ, որ մեզ գցում են ավելի շատ ակցիանի մեջ։ Էլ չեմ ասում, որ եթե դու հապկում չես, ենթադրենք ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ նորմալ է, հապկից դուրս են գալի։ Ինչպես էմոցիոնալ սաղը գոռում են։ Գոռանք, պարենք։ Ուր են գնում։ Շարունակեք եւ ինչ կգնի։ Ով է մեր անվտանգության ապահովող։ Մեզ ասում են, որ մեր պես չի անվտանգության ապահովող։
Չէ, այստեղ դուք հարց եք կներեք, մեկ քայլ հետ գանք, եթե դուք այդպես եք հարցը դնում, նշանակում է, որ հապկը մեր անվտանգության ապահովողն է։ Չէ՞։ Ուրեմն տրամաբանորեն եկեք քայլերով գնանք։ Միանշանակ հիմա հապկը դեռ այլ հարցը լավ է անում։ Հա։ Լավ է դա անում, վատ է դա անում, մենք գտնվում ենք հապկում այդ անվտանգային համակարգի ներսում։ Լավ վատ անելը մեկ բան է, անել չանելը այլ բան է։ Անում է, չի անում, ես հիմա չեմ մտնում դրա մեջ, դրան էլ կպատասխանեմ։ Բայց համարում եք, որ հապկում մենք ունենք անվտանգության երաշխիք։ Երաշխիք, որովհետև մենք այդ համակարգում ենք։ Ահա։ Դեռ Շարունակեք, այո։ Եթե այլ համակարգ, ալտերնատիվ, ես միշտ ասել եմ, իմ բոլոր բանավեճերի եւ այլնի ժամանակ, ես ասել եմ, կարող եք ալտերնատիվ ասել։ Հիմա մեզ ալտերնատիվ չեն ասում։ Որովհետև ՆԱՏՕ ընդունվել է, գիտեք, դա շատ երկար ու ոչ ռեալ այս բանի process-ը, որովհետև արդեն ոչ միայն որ մենք ենք ուզում, այլ որովհետև ՆԱՏՕ-ն ինքը եղեղոք վիճակի մեջ է սկսել հայտնվել եւ այլն։ Հիմա եթե այս ամենը, նաև մեր արտաքին առևտրի, ես մոռացա ասել, որ Վրաստանը այդ ամենից հետո հիմա արտաքին առևտրի իր հաշվեկը շրով առաջի տեղը գիտեք ով է իր մոտ։ Թուրքիան։ Երկրորդը Ռուսաստանը, երրորդը Չինաստանը։ Բայց Վրաստանի ներկայիս առևտրաշրջանառության, ապրանքաշրջանառության առաջի թիվ 1 իր գործընկերը Թուրքիան է։ Նորից կրկնեմ, եթե որևէ մեկը մտածում է, որ էլ թուրքերը են, թուրքերը չեն, որ Ադրբեջանը մեզ այնքան է սիրում արդեն, որ մեր նկատմամբ քաղաքական ճնշումներ չի դնի, եթե ավելի կախվածությունը իր նկատմամբ իրենից մեծանա եւ այլն, քավլիցի։ Ես այդպես չեմ մտածում։ Ես մտածում եմ արևելքում երբևէ ալտրուիզմով շարժվել ոչ մեկ չի կարողացել։ Իզուչի Ֆիրդուսին գրել, հա, շահին մորթում են կամ չանն է մորթում։ Այստեղ ամեն ինչ ուժային է։ Եվ դեռ այդպես էլ մնացել է։ Պատկերացումները դա համար էլ այսօր Ադրբեջանում մեծ շուկով գիտությունների ակադեմիան եւ հասարակական կազմակերպությունները Արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին գիտաժողով են անում։ Այո, բայց շատերը գնահատում են, որ Ռուսաստանը ինքը վերջին իր տարիների 100 տարիների լավ վերջին 10 տարվա, վերջին 5 տարվա, վերջին 3 տարվա գործողություններով ցույց է տալիս, որ ոչ միայն երաշխիք է, ձևակերպումը հանրությունից եմ բերում ձեզ, ոչ միայն երաշխիք չէ անվտանգության Ռուսաստանի հետ գտնվելը հապկում տվյալ դեպքում, այլ նաև Ռուսաստանը շատ մեծ սպառնալիք է, որովհետև Հայաստանին դիտարկում է ոչ թե որպես գործընկեր, այլ վաճառքի թուրքերի հետ, Թուրքիայի հետ սակարկության առարկա։ Հայաստանը իրան ոչ թե գործընկեր է, այլ սակարկելու համար արժույթ, այսպես ասենք, այդ արժեքն ունի։ Համաձայնվեմ ձեզ հետ, ենթադրենք Կա այդպիսի տեսակետ։ Համաձայնվեմ այդ տեսակետի հետ, որ այդպիսին է եւ այլն, եւ հացտամ։ Եթե այդ տեսակետը կա, ինչքան ժամանակ է այդ տեսակետը կա։ Ասում են 100 տարի, այնքան տեսել ենք։ Նկատի ունեմ հասարակության եւ իշխանության ներսում այդ տեսակետը ինչքան 20 թվականից հետո երևի թե, հա։ Ինչքան է անցել 6 տարի։ Եվ ալտերնատիվ։ Ալտերնատիվ, այ դուք ասում եք Եվրամիություն չպետք է գնա, ՆԱՏՕ-ն ինքը փլվում է։ Ես Եվրամիություն չասեցի չգնան կամ թե չկա։ Թուրքիան մի կողմից է, մյուս կողմից Ռուսաստանը, որը նույն Թուրքիան է ստացվում, եթե սակարկության առաջին մեր հանդիպման ժամանակ մենք դրա մասին խոսեցինք։ Այն նույն հասարակության, նույն այդ հասարակության եւ նույն իշխանության գործները 19 թվականին 1919 թվականին երբ որ նորից կրկնեմ Բարիս Լեգրանը առաջարկում էր Հայաստանին խորհրդայնանալ 71000 քառակուսի կիլոմետր այն նույն այդպիսի էֆիմեր առանց որևէ հաշվարկի վրա հենված էմոցիոնալ հայտարարությունների իման վրա 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Դաշնակցական կառավարությունը հանձնեց նույնիսկ Գյումրի։
նորից կրկնեմ, քաղաքականության մեջ չի կարող լինել միայն էմոցիա եւ ինչ որ որևէ արգումենտների վրա չենված ինչ որ վերլուծություն Այսինքն անլուծելի պատնեշ է մեր առաջ։ Մենք փակուղու մեջ ենք, ասում եք դուք, այո։ Չեք ասում, բայց ստացվում է, որ փակուղու մեջ ենք։ Ես ասում եմ արգումենտներ։ Չէ, ներողություն։ Արգումենտները ասեցիք, բայց մեզ լսողը պետք է հարցնի, բա այդ դեպքում ինչ իրավիճակ է։ Իրավիճակ է մի կողմից Թուրքիա, որտեղ դուք ասում եք մի գնացեք այդտեղ, այդտեղ իրենց նկրտումները եւ այո, դա ես ասում եմ։ Նույնը ասում եմ Ադրբեջանի վերաբերյալ։ Ադրբեջանը Թուրքիան միասին ենք դիտարկում։ Մյուս կողմից Ռուսաստանն է, որ դուք ասում եք համաձայն եմ, այո, Հայաստանը Ռուսաստանի համար ընդամենը արժույթ է, ինչ որ ես ասացի, եթե նույնիսկ սակարկելու թեմա է։ Ես ասացի, եթե նույնիսկ ես համաձայնվեմ սրա հետ, հիմա ձեզ մի հարց եմ տա։ Երրորդ տարբերակն էլ ներողություն, երրորդն էլ ասեմ։ Երրորդ տարբերակն էլ արևմուտքն է, բերում եք 100 տարի առաջվա այդ իրավիճակը եւ ասում եք այդտեղ մենք ամեն ինչն ենք հանձնում, ուստի նկատի ունեք, որ հիմա էլ եթե մենք գնանք արևմուտք, նշանակում է դա էլ է ծուղակ, այդտեղ էլ մենք պետք է սա հանձնենք։ Դա էլ ճանապարհ չէ։ Թուրքիա, Ռուսաստան, արևմուտք ոչ մեկը ճանապարհ չեն։ Մեր տարածաշրջանում միշտ այդ հացը կանգնած է եղել։ Թուրքմենչայի պայմանագիրում մեջ է եղել։ Պարսկաստանի եւ Ռուսաստանի։ Այսինքն ոչ, չէ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Այս տարածաշրջանում արդեն 150 տարուց ավել կան ուժեր, որոնք այս տարածաշրջանում միշտ դոմինիրով, ինչ որ գերիշխել են։ 12 պատերազմ ռուս-թուրքական իզու չի եղել։ Հիմա ձեզ մի բան եմ հարցնում։ 44 օրյա պատերազմը։ Ամեն իր մինուսներով, պլյուսներով, նկատի չունեմ պատերազմը պլյուսներով, նկատի ունեմ անալիտիկ, հարցերի պլյուսներով, որ ինչն է սխալ, ինչն է ճիշտ, որ մենք պիտի հաշվարկենք։ Կարող եք ինձ ասել, վերջը ինչպես կանգնեց։ Նոյեմբերի 9-ին ում ստորագրություններն են 3 թղթի տակ։ Ասեք, ես գիտեմ, պարզապես շարունակեք։ Տրամպի, Վենսի, Մակրոնի, այնտեղ դրված է Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, ու Ալիև։ Եթե այդ ամենը չլիներ, ես հիմա եմ լսում Նիկոլ Փաշինյանից, Իջևանի կեսը կորցնեինք։ Մի խոսքերն եմ ասում, ես չեմ տիրապետում օպերատիվ ինֆորմացիային, ես կարող եմ տիրապետել դրան, բայց իրավունք չունեմ, դրա մեջ մտնելու եւ այլն, որտեղ պետական գաղտնիքներ կան։ Ոստի ինչ եք ուզում ասել։ Ես ուզում եմ ասել, ինչքան էլ մենք խոսենք, ելնենք վերևիչնենք ներքև։ Վերջո կան իրողություններ, եւ այդ իրողությունները մեզ այսօր ցույց են տալիս, որ գերիշխող դիր կարող են ունենալ ընդամենը 4 պետություն։ Ռուսաստանը, Թուրքիան, հիմա արդեն ցավոք սրտի Ադրբեջանը, ցավոք սրտի արդեն այնքան են հաճել, եւ ես չեմ ասի Իրանը, որովհետեւ նա զբաղված է իր խնդիրներով, եւ Իսրայելը։ Հիմա մեր համար պետք է հաշվարկենք։ Նույնիսկ ձեր ասած, ես ասացի նույնիսկ եթե ձեր ասված մտքերը ճիշտ են։ Եվ ինչպես նկատում եք, հայկական քաղաքական միտքը ամեն անգամ քննադատում է, բայց ռեալ ելք չի ասում։ Ինչու՞։ Ոչ թե նա համար, որ այդ մարդիկ վատն են։ Եվ ինձ էլ հիմա հայոյանքներ կգրեն հաստատ։ Ինչ ուզում եք գրեն, հայրենիքի հարց է։ Հարց այլ բանի մեջ է։ Չի կարողանում հայ քաղաքական միտքը այդ ալտերնատիվը ստեղծել մինչև վերջ։ Որովհետև այդ ելքը դեռ չկա։ ՆԱՏՕ գնալը, նորից կրկնեմ, էլի ուրիշ ինչ համակարգ կա։ Բարի, հետ ենք գալիս, գովազդ ենք հայտարարություններում, հետ ենք գալիս մեր հիմնական հարցին, եթե ելք չկա, ուստի Ռուսաստան, որ ասում են 3 ճանապարհ կա, 3-ն էլ ոչ միտեղ չեն տանում, բայց մենք ընտրությունների ենք գնում։ Դուք ուզում եք ասեք իրավիճակը, հարցնում եմ, դուք ասում եք այո ոչ, ես կարող եմ սխալ ձևակերպում տալ։ Դուք ասում եք իրավիճակը պատային է, մենք ելք չունենք,
աճ են գնում Թուրքիա, Ադրբեջան, Իսրայել արդեն դուք ավելացրեցիք, սա մենք արդեն մեկ միավոր ենք համարում, համաձայն եք։ Երկու։ Ուրեմն այս կողմում այդ երյակն է գալիս է ես ներողություն չհիշեցի չֆիքսեցի Միացյալ Նահանգները փորձել են ոդկ դնել այստեղ։ Իհարկե փորձել են Վիլսոնը։ Չէ, Հիմա տրիպով։ Այո, այսինքն Միացյալ Նահանգներ, երկրորդը Միացյալ Նահանգներ, սա էլ ճանապարհ չէ դուք ասում եք։ Ոչ, իսկ դրա մասին Հիմա դրա մասին կխոսենք։ Ահա, այս ճանապարհը ուրվագծեցինք։ Եվ Ռուսաստան, որը պատեհ պահի Թուրքիայի հետ հարաբերությունները ճշտելու եւ ընդհանրապես մեծ քաղաքականության մեջ Հայաստանին դիտարկում է որպես գործիք, որը կարող է օգտագործել կամ սակարկման միջոց։ Այստեղ ենք մենք գտնվում։ Ոչ, Թուրքիա, Ադրբեջան, Իսրայել, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ դա լրիվ Միացյալ Նահանգներ չէ։ Մենք ասացինք, որ Իրանը զբաղված է ուղղակի։ Իրան չկա, դե դուք ասեցիք չենք դիտարկում։ Եվ հիմա դուք նոր էլեմենտ մտցրեցիք, որի մասին պիտի խոսենք։ Գովազդից հետո։ Այո։ Գովազդը սիրելի բարեկամներ, շարունակում ենք զրույցը պարոն Արամ Կարապետյանի հետ, մնացեք մեզ հետ, մի քանի վայրկյան հետո վերադառնալու ենք ստուդիա։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք նոր ժամանակներ կուսակցության նախագահ պարոն Արամ Կարապետյանի հետ եւ այսպես արդյոք պատային է վիճակը եւ ընտրություններում ում էլ ընտրես իրավիճակ չի փոխվի Հայաստանի հետ կապված արտաքին քաղաքականության հետ ուղղությամբ եւ որը կանդրադառնա մեր կյանքի վրա ամեն
յուրաքանչյուր քաղաքացուն։ Այսինքն անիմաստ է գնալ ընտրությունների եւ որևիցե մեկին ընտրել կամ հակառակը գնացեք ում ուզում եք ընտրեք, իրավիճակ միևնույն է չի փոխվելու։ Ոչ, այդպես չի։ Համեցեք։ Սկսենք նրանից, որ ներկա իրավիճակը, որը հիմա կա, առանց այդ բախումների եւ այլն, հա, նկատի ունեմ գեոքաղաքական, նոր էլեմենտ է մտել, տղիպ։ Այսինքն, եթե համարենք ինչ-որ առումով ամերիկյան ներկայություն, դա ինչ-որ նոր հանգամանք է։ Բայց արևտես այդ նոր հանգամանքի հետ էլ կարող է չհամաձայնվել ոչ միայն Ռուսաստանը, այլ չհամաձայնվել նաև Պարսկաստանը։ Որովհետև իրենք դա համարում են ավելի շատ իրենց հյուսիսային սահմանների վերահսկողություն, ինչ-որ առումով։ Գիտեք, դա համար եմ ասում, այստեղ չկան հեշտ որոշումներ։ Մենք Բելգիայում չենք, մենք չենք գտնվում նույնիսկ Մոլդավիայի իրավիճակում, որ կողքին նույն համարյա թե ազգությամբ ռումիններն են։ Պատահին չէ։ Դրամատիկ իրավիճակ է, որովհետև բոլորը բոլորի դեմ խնդիրներ ունեն։ Էլ չեմ ասում, որ նույնիսկ եթե մենք ուզենանք Իրանից գազ գնել, գիտեք, որ նա պատժամիջոցների տակ է։ Սկզբից պետք է այդ պատժամիջոցները հանվեն, որպեսզի ինքը կարողանա իրանական գազը պատժամիջոցների տակ է։ Եվ բազում նման հարցեր կան։ Այդպես հեշտ, ինչպես դուք եք ասում, դնել այդպես հեշտ, սևը սպիտակի հետ խառնել եւ այլն չի ստացվում։ Ավելի լավ։ Հիմա, Շատ ավելի լավ, այսինքն մանևրելու տեղ ունենք։ հիմա մանևր միշտ Ունենք։ մանևրելը միշտ ճիշտ է, միայն իմանալ թե որ ուղղությամբ։ Ուր մանևրել։ Հիմա եթե Եվրոմիությունից կրկնում եմ, կա հստակ արձագանք եւ պատկերացում, ես նույնիսկ չեմ էլ ասում, որ ինչ որ մեկը հայտարարի կամ ասի, բայց կա պատկերացում, որ Եվրոմիությունը չլինելով ռազմաքաղաքական դաշինք կարող է ապահովել Հայաստանի ազգային անվտանգությունը, ուրեմն այդ ուղղությամբ աշխատել պետք է, բայց դեռ նա ինքը ապահովում է իր միության անվտանգությունը, գիտեք, ՆԱՏՕ-ի զորքերով, այսինքն ամերիկյան զորքերով մեծ մասամբ, իրենք ունեն իրենց բանակները, բայց ընդհանուր զինված ուժեր, եթե դա անելու ասենք Ֆրանսիան, ուրեմն պետք է մտածել դրա շուրջել։ Եթե դա անելու է Հնդկաստանը, որից մենք զենք ենք գնում, որը երբևէ գիտեք անտիկ շրջանից հետո, երբևէ ներկայացված չի եղել, հա, Անդրկովկասում։ Եթե դա անելու է Չինաստանը, ուրեմն պետք է մտածել նաև այդ ուղղությամբ։ Բայց ես այդ եմ ասում։ Բայց ինչու՞ չեք հարցնում, եթե անելու է Ռուսաստանը, Ռուսաստանը արդեն ներկա է։ անելու է եւ ներկա է մի քիչ տարբեր բառեր են։ Այսինքն ասում եմ, Ռուսաստանը արդեն ես 4 երկիր առանձնացրեցի։ Ռուսաստանը տարածաշրջանում, բայց դուք անվտանգության մասին եք Այո, խոսում։ այսինքն հիմա Հայաստանի անվտանգության ապահովողը էլեմենտներից մեկն է ռուսական բազան է։ Հիմա լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է, հանրությունը ինչ է ասում, փաստ է։ Ես ասում եմ, ալտերնատիվները որոնք են, անվտանգային հարց է, որտեղ Հայաստանի համար Հայաստանի բնակչությունը, Հայաստանի իշխանությունը անգամ այդ հապկը սառացրած վիճակը այսօրվա իշխանությունների մասին է խոսքը, չենք խոսում այն մասին, թե ով է լինելու ամսի 7-ից հետո իշխանություն, հա, դե ֆակտո իշխանությունները ասում են, մենք չենք դիտարկում Ռուսաստանին եւ հապկին որպես մեր անվտանգության շատ լավ, ասում են լավ են ոնե գնահատական չտվեցիք այդ Ադրբեջանի գործողություններին Հայաստանի տարածքին ասում են արդեն ասել են, հասկացել ենք, լսել ենք, այո, սավեցրել են։ Հայաստանի իշխանությունը չեն դիտարկում որպես Հայաստանի իշխանությունները շատ բան չեն դիտարկում։ լավ Ես ասում եմ մենք հայերս պետք է դիտարկենք անվտանգության Չգիտեմ, ես այդ հարցը ձեզ եմ տալիս։ Ես պատասխանում եմ դուք էլի Ասում եք այո։ Այո, եւ ես ասում Ես եմ։ այդ այոն էի սպասում։ Ես ասում եմ ոչ միայն այո, առաջ եմ շարժվում։ Ահա։ Ասում եմ, եթե դա լինելու է Եվրոմիությունը կամ նրանցից որևէ մի երկիր։ Եվ կա նման պատկերացում, ռազմական, անվտանգային, այլ խնդիրների ինֆորմացիոն, կիբեր, չգիտեմ, ընդ 22 բան է։ Կետ է անվտանգության ապահովումը։ Այդ թվում բարենային եւ մնացած։
եթե կա որևէ մեկ այլ երկիր, որը պատրաստ է նմանատիպ, խնդիրների շուրջ, ես նույնիսկ չեմ ասում հայտարարություններ եւ այլն, մեր հետ կոնսուլտացիաների մեջ լինել, պետք է գնալ այդ ուղղությամբ, այդ կոնսուլտացիաները անցկացնել։ Ես նույնիսկ երկրներ ասեցի, որ այդպիսի ուղղակի ներկայություն չունեն մեր ռեգիոնում, ասեցի Հնդկաստան, Չինաստան եւ մնացածը, բայց քանի որ տարածաշրջանը ինքը պայթունավտանգ վիճակի մեջ է միշտ, արդեն 100 տարուց է լավ է։ Եվ եթե նկատում եք միամիտ մեր համար լրիվ, անսպասելի գործողություններ են լինում, որը մեր սահմաններից մի ժամվա լյոտի վրա է, թռիչքի, Թեհրանը նկատի ունեմ։ Մեզ հացրեցին, որ Իսրայելը ու Ամերիկայի Միացյալ Նահանգները եկան ու կռվեցին։ Չէ՞ որ դա էլ է մեր տարածաշրջանը։ Դրա համար այդպիսի հեշտ հանրության ինչ-որ կարծիքների վրա, ինչ-որ էմոցիաներով հենված որոշումներ կայացնել չի կարելի, ես դա եմ ասում։ Եվ ես ասում եմ, եթե յուրաքանչյուր իշխանություն, վաղը ես կլինեմ, ուրիշը կլինի, Նիկոլ Փաշինյանը կմնա, թե ինչ-որ կլինի, ուզենք թե չուզենք, մենք պիտի ալտերնատիվների հարցը քննարկենք մինիմում։ Ու լուրջ քննարկենք, ոչ թե այն խոսքի վրա խաղաղության խաչմերուկ, ինչ խաղաղության խաչմերուկ։ Այսօր խաղաղության խաչմերուկ է, վաղը խաղաղության խաչմերուկ չէ։ Մեկը գլխով անցավ, ասաց չէ, այդ խաչմերուկը լավը չի։ 300,000 ադրբեջանցի, ես չեմ ասում խոսույթը կա։ Եթե չես ընդունում, խաչմերուկ չեմ նայում, մտնում եմ։ Ասում եմ արևելք է։ Ոնց կարելի է, ինչ որ էֆիմեր բաների վրա մեր անվտանգության հաշվարկը կատարել նման մանկամիտ եղանակով։ Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի հաստատուն են համարում եք դուք եւ հիմա վտանգված են, քանի որ Փաշինյանը անհասկանալի քաղաքականություն է վարում Ռուսաստանի համար, այսպես խուսանավելով եւ արգումենտված ոչ մի բան չի ասում։ Արգումենտված ոչինչ չասելով, նա կարծես թե խափում է Ռուսաստանին, Եվրամիության հետ խորացնելով հարաբերությունները, դուրս չգալով ԵԱՏՄ-ից, խափում է Ռուսաստանին եւ ստիպում է որպեսզի Ռուսաստանին չի խափում։ Սանկցիաներ Ռուսաստանին չի խափում։ Ռուսաստանը հրաշալի ամեն ինչ տեսնում է։ Այդ միանշանակ արդեն բոլոր գործողությունները կիրառում է, բոլոր ամեն ինչ էլ անում է, այլ հացը այստեղ հետ գանք ձեր տված հարցերից երկուսի, որ Ռուսաստանում էլ երևի կան ուժեր, որոնք այնքան էլ շահագրգռված չեն, ուժեր, ես չասեցի ընդհանուր տեսակետ, որոնք այնքան էլ շահագրգռված չէ, որ Նիկոլ Փաշինյանը այստեղ իշխանությունից զրկվի։ Բայց դա խմբավորում են։ Ընդհանուր տեսակետը դա համարել տվեցին թղթերը Վլադիմիր Պուտինին, որպեսզի ինքը խոսի դրա շուրջ։ Նորից կրկնեմ, այսօր մենք ունենք իրավիճակ, կանգնած է ռազմական բազա, սահմանների վրա կանգնած են սահմանապաններ։ Յուրաքանչյուր իշխանություն առաջնահերթ խնդիրը առավելևս մեր ռեգիոնում պետք է դնի անվտանգության ապահովման գործիքների վրա։ Հենց այն պահից, երբ որ ինձ կասեն, դուրս եկան ֆրանսիացիները կանգնեցին, սահմանները լրիվ պահեցին, ՆԱՏՕ-ի անդամները, ըլնելով, Թուրքիային կարողանալու են զսպեն, ես չեմ ասում վաղ հարձակում կլինի, բայց կարողանան զսպեն, Ադրբեջանի նկատումները զսպեն, այդ պահից կարելի է մտածել, թե այլ ինչ համակարգի ներսում կարելի է ստեղծել Հայաստանի նոր անվտանգային համակարգը։ Բայց այսօր Ռուսաստանի սահմանապահներն են կանգնած, որը ըստ ձեզ կարող են զսպել։ Զսպելն է, մինչև հիմա Թուրքիան չի արձակվել, չէ՞։ Թուրքիան ցանկություն է, այս խոսակցությունն է եղել, սա էլ իմ հարցերս չեն։ Այս երկխոսությունը արդեն վաղուց է մամուլում պտտվում, Թուրքիան ուզեցել է հարձակվել Հայաստանի վրա եւ եղել է այդպիսի միջադեպ, որ Ռուսաստանը կարողանա զսպի Թուրքիայի այդ ցանկությունները։ Հիմա ամեն ինչ կարելի է ներկայացնել կոնսպիրոլոգիա։ Ես լսել եմ նաև, որ նույնիսկ այդ պարագայում ու լսել եմ, ոչ թե լսել եմ, այլ կարծում եմ ճիշտ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ իր հերթին զգուշացրել է Թուրքիային, առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ բան, նման նկատումներ չունենան։ Իսկ Շապաշնիկովը ուղղակիորեն է միջամտել։ Հիմա ամեն ինչ, գիտեք, ես դեմ չեմ։ Եկեք ամեն ինչ բացատրենք խոսակցություններով։
Լավ, ուզում եք ասել, որ Ռուսաստանը այսօր այստեղ է կանգնած է հողի վրա է, դա ավելի հաստատուն է եւ ավելի հուսադրող է, այդպես բառեր եմ ես ընտրում, որպեսզի հնարավորինս ճշգրիտ ձեր խոսքը կարողանամ։ Ես կարող եմ ավելի ճշգրիտ ձեզ ասել։ Հիմա ասել, կա այս անվտանգային համակարգը, դեռ արտաքին, բացի Ադրբեջանի կատարված գործողությունների ջերմուկում եւ Սև լճում եւ մնացած տեղերում, մնացած պայերին որևէ մի արտաքին նկատում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա չի եղել։ Սա փաստ է։ Հիմա սա մեկ, երկրորդ հաց է ծագում այն ժամանակ, ես նույնիսկ հիմա չեմ ուզենա էլի հետ գամ հանրային կարծիքին։ Հանրային կարծիքի մեջ նաև կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չի դիմել Ռուսաստանի, հապկին չէ։ Ուղղակի չի դիմել։ Հա, լսել եմ, տեղյակ եմ այդ։ Այսինքն հիմա ինչ անենք, ասենք, որ չի դիմել, թե ավելի խորքային նայենք այդ հարցը։ Լավ, պարոն Կարապետյան, մի դրվագով ուզում եմ ավարտել, բայց հիշեցի, մի դրվագով դուք ասացիք, ես չեմ ասել այդպիսի բան, որ Հայաստանը դեպի Եվրոպա չգնա։ Վերադառնամ այդ չեմ հիշում, ինչպես ձևակերպեցիք, այդ թեմային հիմա կվերադառնամ։ Ուստի դուք ճիշտ եք համարում, որպեսզի Հայաստանը հարցի տեսքով եմ տալիս, դադարեցնի խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ եւ լսելով Ռուսաստանից հորդորները, Ռուսաստանի սպառնալիք չեմ ուզում ասել, բայց սպառնալիքները շրջվի նորից դեպի Ռուսաստանը, փակի դեպի Եվրամիություն դուռը։ Ճիշտ եք համարում այդ տարբերակը, եթե դուք ընտրությունների մասնակցեիք, եթե դուք դառնայիք վարչապետ, ձեր գործելավոճը դա պետք է լիներ։ Ոչ, իմ գործելավոճը լինելու էր մեկը։ Այս ամենաբաղկացության մեջ մի պահ դադար առնել, դադար։ Անպայմանորեն հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, ամբողջությամբ ճշտել հայ-ռուսական փոխհարաբերությունների ամբողջ սպեկտրը։ Այդ թվում, եթե եղել է, եթե ես եմ վարչապետ, ձեզ ասում եմ հստակ քայլեր։ Դադարեցնում ենք այս պատերազմ, այսպես կոչված, ճակերտներով Հա, Ռուսաստանի հետ։ Դա այդ դադարեցնում ենք մի պահ։ Նստում ենք եւ խոսում ենք։ Եվ առաջի հարցը անվտանգային հարցն է լինելու։ Ռուսաստանը ասում է դու Եվրամիությունից հետ գնա, նոր կխոսենք։ Դու հակառուսական քայլեր ես անում։ Չեմ խոսի քեզ հետ, ինչեւ դու գործ չանես։ Այդպիսի բան չկա։ Խոսի։ Ո որևէ խնդիր չկա դրա մեջ։ Խոսի նաև Նիկոլ Փաշինյանի հետ, եթե ճանաչի ինտուիցիաները։ Հիմա եկանք հասանք ամենակարևորին։ Ես Եվրամիության հետ չեմ կապում ոչ մի բան։ Ես կապում եմ Հայաստանի կացության հետ։ Իմ համար ամենակարևորը, իմ համար, որպես Արամ Կարապետյան եւ եթե լինեմ վարչապետ։ Ինչու է Ռուսաստանը 2020 22 թվականների եւ 23 թվականների խնդիրների մեջ իրեն պահել այդպես։ Ես կարող եմ շատ տարբեր կարծիքներ ինքս ունենալ, անալիզ, ինֆորմացիա, նույնիսկ հետախուզական ինչ-որ ինֆորմացիա, որտեղ պետության ղեկավար։ Բայց ինձ հետաքրքրում է ապագայի համար, որպեսզի հասկանալի դառնա, ինչ նոր համակարգ պետք է կառուցել Ռուսաստանի հետ եւ դա հնարավոր է արդյոք թե ոչ։ Եվրամիության հետ աշխատանքը շարունակում եք թե ոչ։ Վերադառնալ Եվրամիության հետ աշխատանք պետք է տանել դեսպանների մակարդակով այնպես էլ, որպեսզի հասկանալի դառնա, կա մեր տարածաշրջանի համար իրենց պատկերացմամբ ալտերնատիվ, ոչ թե միջին միջանցք, ինչ պետք է քշել այստեղից, այլ ընդհանրապես Հայաստանի դիտարկումը, Հայաստանի ազգային անվտանգության ապահովման տարրերը, զինամիավորումների եւ մնացած զինտեխնիկայի մատակարարումը։ Այսինքն ինձ հետաքրքրում է իմ երկրի վիճակը։ Եվրամիությունը այստեղից միջին կորիդորով Չինաստանից, Հնդկաստանից կամ մնացած տեղերից Ղազախստանից կտանի եւ մենք փող ստանանք։ Լավ է, թող լինի տանեն։ Եթե կկայանա այդ ամենը, թող տանեն։
Բայց ինձ հետաքրքրում է իմ երկրի հետ ինչ կլինի։ Օթում կախեմ ասեմ Ադրբեջանը եւ Թուրքիան ալտրուիստ են, ոչ մի բան, խաղաղության խաչմերուկ, օթում կախեմ նայեմ, սպասեմ, թե կլինի այդպիսի բան Ալիևը մի օր առավոտյան կզարթնի, ինչ ձևով կարտացոլի պատկերացումը, եթե ինչ պետական մոտեցում։ Սենց կախենք, ասենք խաղաղության խաչմերուկ են, հանկարծ մոտիկ չգաք։ Չկա նման բան, իսկ դա համար եմ ասում, աշխատանքը պիտի տարվի առաջին հերթին Հայաստանի խնդիրները լուծելու համար եւ այդ խնդիրների մեջ մեր համար անչափ կարեւոր է լինելու ապագայում կտեսնեք նաեւ գնացող process-ների Իրանի շուրջ եւ այլն ինչու եմ սա ասում ինչպես Հայաստանը կարող է ապահովել իր ազգային անվտանգության խնդիրը ցավոք սրտի Հայաստանը այնպիսի մեծ երկիր չի ռեսուրսներով, որպեսզի դա կարողանա անի ինքնուրույն միայն, ցավոք սրտի։ Ուստի ձեր պատասխանը ինչպես կարող է ապահովել։ Կարող է ապահովել երկու ճանապարհով։ Չքանդել ցնորամիտ, չքանդել այն ամենը ինչ դեռ հլա հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այսինքն չքանդել այդ համակարգը դեռ ցնորամիտ չքանդել, հա։ Քանի դեռ այդ համակարգը գործում է։ Եվ մի միջայց ասեմ, ստեղ պիտի պաշտպանեմ Փաշինյանին։ Ինքն էլ հասկանալով երևի որ ծանր է, եթե նկատում եք չի մտնում այդ ցնորամի դաշտը։ Որ կռիվ տա, հա, ինչ։ Դե ասես Հայաստանը չի վիճի Այո, Ռուսաստանի հետ։ ինչու, որովհետև ինքն էլ է հասկանում, որ ամենայն հավանականությամբ կարող եմ այդ պատասխանից ենթադրել, որ Եվրամիությունից եւ այլ պետություններից հստակ երաշխիքներ, որ Հայաստանի ազգային անվտանգության ապահովման առաջի հերթին ռազմական արտաքին անվտանգության ապահովման համար չկան դեռ ռեալ նախադրյալներ այլ համակարգերում։ Ես դա եմ ասում, եթե չկան խաղաղություններ չի գործելու, միայն խաղաղություն ասելը դուք եք հասկանում։ Երկիրը պիտի կարողանա պաշտպանվել, երկիրը պիտի կարողանա դիմագրավել, չէ՞ մարտահրավերներին։ Դե մենք այսօր միայն արդեն ավարտում ենք հաղորդումը, բայց մեր զրույցը պարզապես ճիշտ չէր լինի չհիշատակել այսօրվա ինֆորմացիան, որ Եվրահանձնաժողովի նախագահը եւ Փաշինյանը պետք է խոսեն, գուցե այս պահին խոսել են Սարաուտվանց եթերներում եմ չգիտեմ, բայց Եվրամիությունը քննարկում է Երևանի ֆինանսական օգնություն տրամադրելու, ինչպես նաև հայ արտադրողների համար հատուկ առևտրային արտոնություններ սահմանելու հարցը։ Ինչ եք կարծում, Եվրամիությունը ինչ որ քայլեր ձեռնարկում է, որպեսի մեղմացնի այդ Ռուսաստանի սանկցիաներից ստեղծվելիք իրավիճակը եւ նշանակում է արդյոք, որ դա անվտանգության երաշխիք չէ իհարկե, բայց դա արդեն առաջին այսպես ծիծեռնակն է, որ կարող է հետագա հարցերում էլ սատար կանգնել Հայաստանին այս դիմակայության առաջ։ Բացի փողից եւ զինամթերքից Ուկրաինան հենց հիմա կարող Այո, տալու է փող եւ զինամթերք, մնացածը ասելու է դուք եք եւ Ռուսաստանը ձեր հարցերը ինքնուրույն լուծեք։ Աչքներիս առաջ է։ Ձեր ուժը կպատի կանգնեք, կանգուն մնացեք, ուժը չի պատի, կընկնեք ոտնատակ։ Ճիշտ եմ հասկանում։ Այսինքն բացի դրանից ես չեմ ասում ինչպես, ես ասում եմ հիմա ռեալ են, ինչպես են չի մտածեք, ռեալ մեր աչքի առաջ միայն փող եւ զինամթերք, ինչպես դուք ասում եք։ Այո, ինչ որ առումով են էլ, որովհետեւ մեծ մասամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են մինչեւ հիմա վերջերս, հա, մնացած այդ հնարավորությունները չունեն։ Ես դա եմ ասում։ Երբ որ Լեհաստանը ձերենց հարցին են պատասխանում։ Այո։ Երբ որ Ուկրաինան որոշեց հացահատիկ արտահանել Եվրոպա, ինչ կատարվեց Լեհաստանում։ Եվրամիության անդամ չի։ Հիշում եք ոնց էին փակում սահմանը բաներով, ֆուրերով։ Այո։ Եվ ասում էին, որ պետք է նույնս չգործի, չլինի, որտեղ ընդեղ էլ իրենց խնդիրներն ունեն։ Հայաստանի, իհարկե, Հայաստանի այս ամբողջ իրավիճակը ստեղծված, պարզ է, որ քաջալերելու համար Հայաստանին կատարվելու են քայլեր։ Հիմա տանելու են իբրե վաճառելու են եւ այլն, չգիտեմ ինչ կան ծավալով եւ այլն։ Հայաստանի ծավալները փոքր են։ Փոքր ծավալներ են դրանք ապրական շրջանառության մեջ։ Որ ասի 90 միլիոն թիվը տարեկան դոլարի։ Սա շատ փոքր թիվ է մեծ ապրական շրջանառության մեջ։ Բայց փաստը մնում է փաստ։
դա ազգային անվտանգության երաշխիք չէ։ Շնորհակալ եմ, ձեր տեսակետը տարբերվում է ուրիշների տեսակետից, որով եւ հետաքրքիր է, որպեսզի մարդիկ լսեն, իրենց եզրակացությունները անեն, կամ համաձայնվեն, կամ ոչ, դրա համար էլ մենք այսպիսի զրույցներ վարում ենք։ Ես շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար, ձեր տեսակետներով կիսվելու համար։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին էինք լսում։ Զրույց վարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։